Փառագեցեք Տերոջը, ով բոլոր երգիր, ծառայեցեք Տերոջը ուրախությամբ, անոր առջև եկեք ցնծությամբ։ Եկեք միասին Տերը պարապանենք, բարձրացնելով մեր ցայները, երգելով մեր առաջին երգը, ոտքի վրա երգ թիվ 625, երգ թիվ 625։ Ինչ ոտքի վրա ենք, դարձնենք մեր երկարեներուն ետևը, փոխածած ընթերցում 31, փոխածած ընթերցում թիվ 31։ Աստված մեր աբավենն ու զորությունն է, նեղություններու մեջ խիստ օգնական կգտնվի, անոր համար պիտի չվախնանք, թեև երգիրը փոխվի ու լեռները ծովում մեջտեղը ցկվին։ Աստված անոր մեջ է, անիգա պիտի չսասանի, Աստված անոր պիտի օգնե արադության կանուխ։ Եկեք ու տեսեք Տերոջը գործերը, որ ավերումներ արավ երկրի մեջ, բادرավները կթատրեցնե մինչև երկրի ծայրը,
աղեղը գգդրե ու նիզակը գչարտե, կարգերը գրագով կայրե։ Զորաստերը մեզի հետ է, Հակոբի Աստվածը մեզի ապավեն է։ Աղոթենք։ Երկնավոր Հայր, գուզենք շնորհակալություն հայտնենք քեզի պարտալ, որ մեզի դարձյալ հոս հավաքեցիր, որ քո անունդ փարսացնենք։ Մեր սրտերը բանանք քեզի օդեր։ Դեր գխնդրենք քեզ մե։ Դու մեզի խոսիր։ Քննեմ մեր խորհուրդները։ Դու ամեն ինչ գիտես քո արժեվդ բացի օդեր։ Մեզ ինչ պատկամ ունիս այսօր։ Մեզի հաղորդ է։ Հիսուսյանով գխնդրենք։ Ամեն։ Շարունակենք երգել 442-րդ երգը։ 442 Ամեն։ Բարեկացեք միասին դերը բաշտելու, կուզեմ գարկմը հայդարարություններ սրուշիատյան պերել, շատ գարջ է այս անգամվա հայդարարությունները և լուրերը, ինչպես լսեցիք մեր եղբայր Միհրան Ջիզմեջյան մահը և հուարգավորությունը, որ ունեցավ 30 հոկտեմբերին, ընտանիքը գխնդրե Փոխանց ագեբեսանգի դեպրադությունները գադարել Տորոնտոյի հավետարանական եկեղեցին կամ Կանադայի հավետարանական ընկերակցության ամակի հիշադակ օրտնյալը ուրախ լուր մնալունինք Սակոին և Բերտային ասպաց տորնիկ մբարկևեց Օրիելիա կուզենք շնորհակալ յութին հայտնել
Պիտի գարտամ Աստծո սուրբ խոսքեն Ելից գլուխը, Ելից գիրքեն 3-րդ գլուխը, 1-14 համարները։ Ելից 3-րդ գլուխ, 1-14 համարները։ Մովսես Մատիայի քուրմին իր աներոջ հոդը գարած էր։ Հոդը անաբադին յետին քշելով Աստծո լերը քորեր հասավ։ Եվ դերոջը հրեշտակը գրագի փոցով մորենի մեջեն երեցավ անոր։ Անիգա դեսավ, որ այս մորենին գրագով գվարեր, բայց մորենին չեր սպարեր։ Մովսես ըսավ. Հիմա երտամ ու այս մեծ տեսարանը դեսնեմ, թե ինչու համար մորենին չայրիր։ Դերը դեսավ, որ անիգա դեսնելու եկավ, Աստված մորենին մեջեն գանչեց անոր ու ըսավ. Մովսես, Մովսես, եւ անիգա ըսավ. Ահա հոս եմ։ Աստված ըսավ. հոս մի մոտենար, կոշիկներդ հանե, քու ոտքերդ վասնզի այն դեղը, որում վրա գայներ ես, սուրբ երգիր է։ Նաեւ ըսավ անոր. ես եմ քու հորդ Աստվածը, Աբրահամին Աստվածը, Իսահակին Աստվածը ու Հակոբին Աստվածը։ Մովսես իր երեսը ծածկեց, վասնզի Աստծո նայելու վախցավ։ Դերը ըսավ. արդարև Եգիպտոսի մեջ եղող ժողովրդից չարչարանքը տեսա եւ կորզավորներուն պատճառով անոնց բարձրացուցած աղաղակը լսեցի, վասնզի անոնց նեղությունները գիտեմ, ես զանոնք Եգիպտացիներուն ցերկեն ազատելու եւ զանոնք այն երկրեն աղեք ու լայնացակ երգիրը, գատ ու մեղր փոխող երգիրը, քահանացիներու եւ քեդացիներու եւ ամորհացիներու եւ պերեզացիներուն եւ խևացիներուն ու հերուսացիներու դեղը դանելու եկա։ Հիմա Իսրայելի որդիներուն աղաղակը ինձի հասավ ու Եգիպտացիներուն անոնց ըրած հարստահարությունն ալ տեսա։ Ուստի եկուր, քեզ փարավոնին գրգեմ, որ իմ ժողովուրդս Իսրայելի որդիները Եգիպտոսեն հանես։ Եվ Մովսես ըսավ Աստուծո. ես ով եմ, որ փարավոնին երթամ ու Իսրայելին որդիները Եգիպտոսեն հանեմ։ Աստված ըսավ. անշուշտ ես քեզի հետ պիտի լամ, եւ այս ըլլա քեզի նշան, որ ես քեզ գրգեր եմ, եւ ժողովուրդը Եգիպտոսեն հանես, այս լերանը վրա պիտի բաշտեն Աստված։ Մովսես ըսավ Աստուծո. Եվ ես երթամ Իսրայելի որդիներուն ու ըսեմ անոնց, ձեր հայրերուն Աստվածը զիս ցեզի գրգեց, եւ երբ ըսեմ ինձի թե ինչ է անոր անունը, ինչ ըսեմ անոնց։ Աստված ըսավ Մովսեսին. ես եմ, որ են, եւ ըսավ. այսպես պիտի ըսես Իսրայելի որդիներուն, զիս, որ են, գրգեց ցեզի։ Ամեն։ Խոնարհենք Աստծո առջև աղոթքի համար։ Սիրելի Հայր եւ նույն ժամանակ Սուրբ Աստված, հավիտենական Աստված, քո առջև կուքանք, գիտակցելով քո սերդ, նույն ժամանակ գիտակցելով, որ սուրբ տեղ կգտնվինք, քո ներկայությունդ սուրբ է, եւ մեզի գսես կոշիկները թանե, վասնզի սուրբ է, մեզի գսես շատ մի մոտենար, որովհետև դեր թունգադարյալ է սուրբ ես, բարձր ես մեզ մե, այս գիտակցությունը դեր մեր սրտերուն, մեր մտքերուն մեջ, ամրացուր, քո առջև կուքանք դեր մեր մեղքերով, քո առջև կուքանք մեր ուրախություններով, քո առջև կուքանք մեր ցավերով,
Աս բոլորը քեզի գպերենք, որովհետև ուրիշ տանելու դեղ չկա, ուրիշի տանինք մարդ մեզի չգրնար օգտակարել։ Միայն թունես, որտեղ մեր ցավերը կթեթևցնես, մեր մեղքերը կներես, եւ նաեւ մեր հիվանդությունները կփուժես։ Շնորհակալ ենք Տեր, որ քեզ ունենք, որ դու մեզի համար ապավեն ես, ժայր ես, ապահովություն ես այս անորոշ եւ վախնալիք աշխարհի մեջ, ուր ցավ եւ տարաբան չի բացիր։ Քո արչեւ կան խնդրելու, որ այս պաշտամունքը օրհնես, քո արչեւ կան խնդրելու, որ մեր սրտերը փանաս, որ քեզի անտեպ անդարբեր չլանք, հաբա մեր ականջները փանաս, մեր սրտերը, մտքերը, որպեսզի փորձենք հասկանալ, լսել քուցանիդ եւ հասկանալ ինչ ունի սսելու մեզի։ Ինչու մեզ ստեղծեցիր, մեզի համար ինչ առաքելություն ունիս, ինչ նպատակ ունիս։ Հասկանանք եւ խոնարհությամբ եւ քեզի վստահելով ենթարկվենք քո կամքիդ։ Քո արչեւ կուքանք Տեր, հիշելով, որ աշխարհի մեջ կան տարաբողներ, ցավ ունեցողներ, կան պատերազմի մեջ եղողներ, տարբեր երկիրներու մեջ, մեր եղբայրներու եւ քույրերու մեջ, տարբեր երկիրներու մեջ, հայորդիներ, մենք հոս հանգիստ կապրինք Տեր հարաբերաբար, բայց անոնք տարաբանքի մեջ են, անորոշության մեջ են, ոմանք անոթի են, ոմանք չեն գիտեր, եթե վաղը պիտի ողջ լան, պատերազմներու մեջ են, ռումբերու տակ են, իրենց հավատք դուր, իրենց զորացուր, որպեսզի այդ անորոշության մեջ քեզի վստահելով ապրին այդ կյանքը, որն համար ստեղծեցիր։ Այս օրը, այս ժամը, այս պաշտամունքը քեզի կանցնենք, ինչ որ ասենք, ինչ որ մտածենք, քեզի հաճելի ելա Տեր։ Այս բոլորը Հիսուսի անով է, որ գաղութենք։ Ամեն։ Շարունակենք Տերը պարապանել ոտքի վրա, երգելով երգ թիվ 53, փառք եք հալել անոր հետ, երգ թիվ 53։ Շուկերը գերգարին վստահության պանորաղոտ է, ինչ պարկ է մնալ իր կով և ամբերը պարադին, այո պարկ է իրեն հետ կալեն, ինչ պարկ է իրեն հետ կալեն, ինչ պարկ է իրեն հետ կալեն, Իմ քայլերս նա միշկող է, թե հաստիմ սարեց օր է, ինչ պարկ է իրեն հետ կալ է։ Պարկ բիդլա Հիսուսի հետ կալել ոսկյա եզրին վրա, չպաշտվիլ իր մեհավիտյան,
Շապրիր պրջիս հետ հիանալի պարկ պիդալա, անթիվ թարեր պարկիր սուր պանվան, հարկ ինչ պարկ է իրեն հետ կալել, ինչ պարկ է իրեն հետ կալել, իմ կայլեր ստամ ինչ կող է, դե ասիմ սարեց օր է, ինչ պարկ է իրեն հետ կալել։ Ամեն։ Հիմա գուզեմ հրավիրել բարոն Հարութ Ներսեսյան, որ մեզ Աստծո պատգամը հրամցնե։ Բարելույս, ինչ պարկ է Աստծո հետ կալել և եկեղեցիի մեջ կարելի է ժպտալ և ուրախլալ Աստուծմով։ Այսօր ցեզի լավ լուր ունիմ և վատ լուր ունիմ։ Լավ լուրը ադե, որ ամեն մարդ մեր ուշադրությունը գուզե գրավել, լավ չէ։ Ամեն մարդ գուզե մեր ուշադրությունը գրավել։ Վատ լուրը այդ է, որ ամեն մարդ մեր ուշադրությունը գուզե գրավել իրենց շահին համար։ Օրինակ բիզնեսներ անընդհատ մեր ուշադրությունը գուզեն գրավել, որպես մեզի փամը ձախեն։ Ուր որ գթարնանք հայտարարություններ, ռեկլամներ, ինտերնետ կփանաս, փամը կփնտրես, Պնդրածետ ավելի ռեկլամներ գտեսնես։ Բոլոր այդ բիզնեսները, commercial, արևդրականները գուզեն մեր ուշադրությունը, որպեսի համոզեն, որ իրենք մեր կյանքը կջոխացնեն, կհարստացնեն։ Քաղաքական աշխատողներն ալ մեր ուշադրությունը գուզեն գրավել, մանավանդ ընտրություններեն առաջ, որպեսի մեր ցայնը քվեն իրենց տանք։ Աստված ագուզե մեր ուշադրությունը գրավել։ Բայց ի դարբերություն մարդոց մե, Աստված մեր շահին մեր օգուտին համար գուզե մեր ուշադրությունը գրավել։ Բիզնեսեն կգործածեն շատ ստեղծագործ բառեր։ The sale of the century. You won't believe this. Այս թարուն ամենամեծ զեղչը պիտի չհավատաս։ Սնանգացած ենք ամեն բան պիտի ձախենք։ Գներեք։ Սնանգացած ենք ամեն բան պիտի ձախենք։ Աստվածը ռեկլամ կգործած է մեր ուշադրությունը գրավելու համար։ Աստված այրող մորենիներ կգործած է մեր ուշադրությունը գրավելու համար։ Այդ հատվածը, որ քիչ առաջ խորենը գարտած, գտեսնենք, որ Աստված կգիտակցի և գլսե Իսրայելի ժողովրդի աղաչանքը աղոտ, որոնք Եգիպտոսի մեջ քերի են, և գդարաբին գչարչարվին եգիպտացիներուն ցերքը, և գուզե Աստված իրենց այդտեղ են դուրս բերե, և պետք ունի մարդումը, որ զիրենք առաջնորդ է, և այդ մարդը Մովսեսն է։ Եվ հիմա պետք է Մովսեսին ուշադրությունը գրավե, որպես իրեն հետ խոսի և իր առաքելությունը իրեն ըսե։ Եվ այդ գործիքը, որ կգործած է Աստված, այրող մորենին է։ Եվ պիտի նայենք այրող մորենին մասին, այս հատվածին 3 թաս պիտի առնենք, Մովսեսի այրող մորենին, Moses' burning bush, մեր այրող մորենին, our burning bush, և reacting to the burning bush, արձագանքը մեր այրող մորենին։ Մովսեսի այրող մորենին, մեր այրող մորենին, և ինչպես մենք կարձագանքենք այրող մորենին։ Մովսեսի այրող մորենին,
Նախ անդրադառնանք Աստված ինչու Մովսեսին ընտրեց, որ իր ժողովուրդը առջև դանի, առաջնորդե եւ ազատե Եգիպտոսի քերությունեն։ Առաջինը հրյա էր, եւ Մովսես գիտակից էր, որ հրյա ծնունդ ուներ։ Երկրորդը Մովսես մեծած էր Փարավոնի բալադին մեջ։ Բզդիկ, շատ բզդիկ տարիքեն Փարավոնի աղջիկը Մովսեսին գորթեքրե իր քովը գարնե գմեցնե։ Ուրեմն Մովսես շատ լավ ծանոթ էր Փարավոնի շրջապատին, բալադին, ատների մշակույթին, վերջապես Փարավոնին թորնի գնե եւ պիտի օգտակարը լարած կարևոր առաքելության մեջ։ Եվ երրորդը, որ անցյալին ցեզի ասած եմ, Մովսես հadouk սիրտ եւ ցավ գքաշեր ընկճվածին եւ հարստահարվածին հանդեպ։ Եվ այսպիսի հատկություն անհրաժեշտ էր, որ Մովսես ամբողջ սրտով նվիրվեր Իսրայելի ժողովրդի Եգիպտոսեն դուրս հանելու առաքելության։ Նայեցանք Մովսեսի այրոմորենին, հիմա անդրադառնանք մեր այրոմորենիները։ Յուրաքանչյուրս ստեղծված ենք Աստծո կողմեն, ադիգա մենք գիտենք։ Եվ գիտենք նաև, որ Աստված այսպես թե այնպես մարդը չստեղծեր։ Աստված մեզի ստեղծած է յուրաքանչյուրս նպատակի համար, առաքելության համար։ Ոչ թե որպեսզի ուտենք, խմենք, ապրենք, զավակ բերենք, աշխարհ մեծնենք եւ վերջը մեռնենք։ Ադոր համար չէ, ատկե անթինգա։ Այդ բոլոր միայն միջոցներ են Աստված մեզ մեր յուրաքանչյուրին համար յուրահատուկ առաքելություն ունի։ Եվ Աստված կգործածի այրոմորենիներ մեր կյանքերուն մեջ, որպեսզի մեր ուշադրությունը գրավե եւ մեզի փոխանցե մեր առաքելությունը։ Եվ հիմա վստահ եմ կփոխես կսես ես այրոմորենի չեմ տեսած։ Աշխապ տարի է։ Իրականության մեջ Մովսես ալ պիտի չտեսներ եթե այրոմորենին, եթե երկար չնայեր, եթե ուշադրություն չդարձներ, պիտի չլսեր Աստծո խոսքի, եթե չմոտենար։ Մենք բոլորս մեր շուրջը ունենք այրոմորենիներ, պարզապես պետք է ուշադիր լանք, երկար նայենք, հետաքրքրասեր լանք, curious, որպեսզի տեսնենք մեր շուրջը ինչ կա, մեր մեջը ինչ կա, եւ նկատենք այդ այրոմորենիներից։ Ես ցեզի թույլ տվեք մի քանի օրինակներ տամ։ Վստահ եմ բոլորը չէ, եթե ոչ բոլորը շատեր ունեցած եք հadouk փորձառություն Աստծո ներկայության կամ Աստծո հետ։ Հadouk, բամը որ դերևս կյանքի մեջ մեկ կամ երկու անգամ գրնա ըլլալ։ Ես այդ փորձառություն ունեցած եմ 14 տարեկան էի, երբ շատ զորավոր հոգևոր կյանքի փորձառություն ունեցա եւ այդ փորձառությունը իմ ամբողջ կյանքս հեղաշրջեց։ Եվ այսօր ինչ որ եմ այդ փորձառության հետևանքներն են։ Ուրիշ այրոմորենի Աստված հadouk կերպով հadouk մեկ աղոթքը պատասխանած է։ Վստահ եմ եթե հարցնեմ շատերդ այո պիտի ասեք։ Թերևս լուրջ հիվանդ էիք մահվան շեմին եւ Աստված հրաշափար ցեզ բուժեց։ Աստված քեզի ինչ ասել կուզե գոր, քեզ ինչու բուժեց։ Եվ կամ ինչու քու այդ աղոթքը որ հույս չուներ որ կպատասխանվի, պատասխանեց։ Հարցուցած ես ինչու հրավ քեզի։ Քեզի ինչ ունի ասելու անդոր միջոցով։ Ադիգա այրոմորենի մնե։ Կյանքիդ մեջ ունեցած ես ճգնաժամի բահեր, crisis, moments of crisis։ Եվ Աստված այդ ալ գործած է, որպես այրոմորենի։ Մեզի շատ դժվար, անագնգալ,
չագնգալված ճգնաժամի մեջ արջև գտնե։ Վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլու Գետիկ Փաշայի Բոլիսի մեր Գետիկ Փաշա եկեղեցի հովիվը երիտասարդ մներ աշխարհիկ ասում չեր հետաքրքրված հայրենալ չեր խոսեր ամուսնացած երկու զավակի դեր երբ որ իր դունը գազ լիկ կլա գազը Պատստեղեմը դունը գազ գմտնե և իր երկու զավակները քիշերը գմերնին քունի մեջ իր գինը կոմայի մեջ գմտնե և պիտի մերնի և մեկը իրեն աստվածաշունչ կուտա և գսե աղոթե առաջին անգամը լալով կյանքի մեջ կաղոթե իր գինը կփուժվի կոմային գարտնա և այսօր շատ առողջ է Եվ ադոր վրա աստծո գտարնա, կապաշխարե, իր կյանքը կփոխվի եւ այսօր Գետիկ Փաշա եկեղեցի մեր հովիվն այ գրգրակ ու փոց պատվելի մնե այդ եկեղեցին որ կփոքրանար այսօր շատ ակտիվ եկեղեցի մնե Աստված այդ ճգնաժամը իր կյանքի մեջ գործածեց որպես այրով մորենի ասելու որ Գրիգոր դու կանչված ես իմ խոսքս քարոզելու ներքին անհանգստություն inner restlessness ամեն ինչ լավ է գործդ տեղն է ընտանիքդ լավ է դու ունիս օթո ունիս անկից կյանքի բայց ներսդ անհանգիստ ես եղած ասանք բան մցեզի մտածած եք ինչու ասիգա հոսե Աստված ինձ ինչ կուզե գործել Այսպիսի անհանգստություն էր, որ ինձ մղեց, որ Հայաստան երթամ։ Գործս լավ էր, դեղս լավ էր, ամեն ինչս լավ էր։ Բայց կսկայ որ փամը բագաս է կյանքիս մեջ, անհանգիստ եմ։ Եվ պատասխան եկավ ադիգա այրով մորենիր ինձի համար։ Ձեզ մեջ շատերը երեխա ունեցած եք։ Մտածած եք Այդ ձնընթապերության հրաշքի ինչ է։ Երկու աներևագայել, աներևույթ, աչկերուն ոչ երևելի պչիչներ գմյանան և մորը արքանթի մեջ գմեցնան և ինը ամսվա մեջ անուշիկ նորածին մծերքերուտ մեջ ունիս։ Ադիկա հրաշք է։ Մտածած ես ասասպես ինչպես կլա այս փոլորը։ Այսիկա այրով մորենի է, մտածած ես ասոր ետևը ով է, ինչու ըրավ, ինչ կուզե ինձ մե, մեզ մե ինչ կուզե, հարցումը հարցուցած ես, Սուրբիկը մեզի կսորվեցն է, որ Հիսուս հարություն արավ, մերն էլ են վերջ, Մեր նոմը հարություն չարն էր, ոչ ատկե առաջ արած է, ոչ ատկե վերջ եղած է։ Հրաշք է։ Հարցուցած ես ինչպես, ինչու, խորը թափանցած ես, այրով մորենի մն է, որ մեր աչկերուն արջև է, անընդհատ, ամեն զադիգին մեզի կխոսի, բայց ինչ ունի ասելու մեզի ասոր ետևը։ Այրով մորենի է։ Ինչպես որ Մովսեսի բարակային այրով մորենները մեզի գսեն, որ Աստված մեզ գսիրե։ Երկրորդ, Աստված մեզմով հետաքրքրված է և մեր ուշադրությունը գուզե։ Մտածած եք աս ինչ կնշանայի Աստված, ստեղծագործը, մեր մտքերեն երևակայությունեն դուրս։ Մեզ գսիրե մեզմով հետաքրքրված է։ Եվ Աստված մեզի համար ունի առաքելություն։ Այդ սուրբ Աստվածը, որ մեր մտքե փորձառությունեն վեր է, անհասանելի են որոշ չափով, մեզմով հետաքրքրված է մեզի համար ունի առաքելություն։ Եվ մենք իրավունք չունենք անդարբեր գտնվելու այսպիսի հետաքրքրության մթեմ, իրավունք չունենք։ Եվ այս այրով մորենի մեզի կհրավիրե,
որպեսզի լրջորեն մտածենք, ուշադրություն դարձնենք, մոտենանք, ինչպես որ Մովսես մոտեցավ, լսենք եւ Աստծո հետ engage ենք, Աստծո հետ սկսենք մոդեն հարաբերիլ, լսել եւ ենթարկվել իրեն։ Աստե մեր այրով մորենին, նայեցանք Մովսեսի այրով մորենին, մեր այրով մորեններուն եւ հիմա ինչպես պետք է պատասխանենք, արձագանքենք այրով մորենին, մեր այրով մորեններուն։ Նախ նայենք ինչպես Մովսես արձագանքեց, պատասխանեց, որոշ չափով անդրադարձա այսօր, առաջին բանը Մովսես ուշադիր էր։ Ուշադիր էր։ Մենք ուշադիր ենք մեր շուրջ ինչ կլա, մեր մեջ ինչ կլա, մեր կյանքը ինչ է։ Կմտածենք կյանքի մասին, կյանքի իմաստը, արժեքը, կմտածենք Աստված ինչու ստեղծեց, կմտածենք օրը պիտի մերնենք ատկևեջ ինչ, կամ անհոգ օրը օրին կապրինք, գուտենք, կխմենք, կվայելենք, մեզ հաջույքը մեկ հաջույք են մույսը գծատկենք, Մովսես ուշադիր էր եւ մոդեն նայեցավ, եթե այրով մորենին մեկ անգամ նայեր շատ կարճ, մորենի, մնեք այրի, ինչ, այրով մորենի են շատ ինչ, չործած մորենի է գայրի գոր, բայց քիչ մի երկար պետք էր նայեր, որ հասկնար, որ ասիկա գայրի, բայց չսպարիր գոր, սխալ պամ մգա աստեղ, սովորական չի ասիկա, իր հետաքրքրությունը զինքը քրքրեց, եւ ինչ ըրավ, մոտեցավ, ավելի մոդեն ուզեց ուսումնասիրել, եւ այս պահին էր, որ ասված զինքը գանչե, եւ Մովսես պատասխանեց, նայեցեք, Մովսեսի պետք է մտածելակերպը հասկանանք, Մովսես բալադին մեջ շպացած իշխան մներ, պաշտոն ուներ, ամեն ինչ ունեցած էր, աշխատանքի իրեն պետք չէր, տրամը ուզածին չափ, գիները ուզածին չափ, ինչ կուզե գրնա անել, եւ այդ բարձունքեն ինգավ եւ հասավ ուր ոչխար գարացեգոր եւ ոչ թե իր ոչխարները, ոչ թե իր գենթանիները, իր աներ հորը գենթանիները գարացեգոր ուր էր, ուր ինգավ եւ ինչու այսպես ինգավ, որովհետեւ Եգիպտացիմը հրյային գմերցներ, անցած անգամի խոսել ենք ասոր մասին, Եգիպտացիմը գծեծեր գոր հրյային, քերիին, եւ խիջակ արտնցավ մերցուց, եւ ինչ եղավ, Փարավոն լսեց, չղայնացավ, որոշեց Մովսեսին մերցնել, Մովսես փախավ, ուր փախավ, Եգիպտոսեն, Սաուդի Արաբիա, Մադիաններու երգիրը, եւ հոն սկսավ ոչխար արածել, եւ ցեզի վստահեցնեմ, Մովսես շատ փարգացած էր, հուսահատ էր Աստծո, ինչու Աստված ինձ այստեղեն հոսի չծուց, ես լավ կորց մըրի, հրյամը պաշտպանեցի, հարստահարվող մեկը պաշտպանեցի, Աստված Մովսեսին ընտրեց, որովհետև Մովսես պետք էր գդրվեր, այդ շփացած Փարավոնի իշխանը պետք է գդրվեր, խոնարհիր, իր ինքնավստահությունը գործընծներ, որպեսզի Աստծո պիտանի ելլա։ Այս ենթահողի մեջ է, որ Աստված Մովսեսի խոսեցավ։
Եվ հակառակ որ Աստված փարգացած էր Մովսեսին, որ Աստված ինքը չի պաշտպանեց, ինքը հոս Աստծուց, բայց Մովսես դեյակ չի մեծ պատկերը, որ Աստված ունի, ինչու վերենվարի չեցուց։ Եթե վերը մնար Աստվածու համար բիդանի պիտի չլար, Փարավոնի ինքնավստահ շփացած Մովսեսը չեր գրնար Աստծո ժողովուրդը դուրս անել, Աստծո բիդանի չէր։ Հիմա որ գոդրված է բիդանի է, եւ Աստված այս բոլոր ենթահողի մեջ գտնվող Մովսեսի գխոսի։ Եվ գսե Մովսես, Մովսես, երկու անգամ Մովսես կնշանակե լուրջ խնդիր մգա։ Սուրբ Գիրքի մեջ մի քանի դեղեր կգրտնվի, մարդուն անունը երկու անգամ կգրտնվի։ Աբրահամ, եւ որ Աբրահամ իր որդին պիտի սպաններ, զոհաբերեր Աստծո համար, կմիջամտե Աբրահամ, լուրջ առաքելության մարջևը հիմա Աբրահամը։ Մարթա, Ղազարոսի հարությունեն առաջ, Պետրոսի առաքելությունը պիտի դար, ատկի առաջ, երկու անգամ կգրտնե։ Եվ որ երկու անգամ կգրտնվի Մովսես կսե, կնշանակի այստեղ լուրջ հարց մգա, Մովսես ուշադրություն դարձուր։ Եվ Մովսես կարծականք է, կպատասխանի, անդարբեր չի մնար, չսեր կներես, ես ոչխարներ ունիմ, կորձ ունիմ, չեմ գնար ծկել։ Գծիկե կորձը, ամեն բան գծիկե, Աստծո հետ կսկսի խոսակցության մեջ մտնել։ Եվ Աստված կսե, որ ես լսեցի ժողովրդիս աղաղակը, պետք ունիմ եւ կուզեմ զիրենք դուրս հանել, ազատել եւ թունես այդ մարդը։ Անշուշտ Մովսեսի խոշին չի կար։ Մովսես երթա Փարավոնը զինքը կպնդրե որ մերցնե, երթա Փարավոնն արջև, եւ ասե որ ասամ փոչրյա ժողովրդի պիտի ցկես հանեմ դուրս, ամեն չանք գնա Աստծո հետ բազար գնա, արևդուր գնա, խոսակցության, որբեսի Աստծո համոզե, որ Աստված ուրիշ մեկը գտնե ասկորձին համար, ինքը շիդակ մարդը չէ։ Եվ իր պատճառները մեկը գսե, որ ես խոսիլ չեմ, ես am inadequate։ Աստված գսե, հա, inadequate, դու կարող չես, հիանալի, ճիշտ ասմարտն է, որ ես պետք ունիմ։ Ես կարողը պետք չունիմ, ինքնավստահը պետք չունիմ, որովհետև ինքնավստահ ինձ մտիկ պիտի չնե։ Ես մեկը պետք ունիմ, որ գոդրված է, փշրված է իր եսը եւ պատրաստ է ինձ լսելու։ Եվ վերջո Մովսես իր բոլոր արգումենտները, իր բոլոր պատճառաբանությունները տալեն վերջ եւ բարդվել են վերջ, Աստծո կենթարկվի եւ գերտա։ Եվ Մովսեսի հնազանդությունը աշխարհի պատմությունը փոխեց, որովհետեւ հրյա ժողովուրդը դուրս եկավ, Խոստացյալ երկիրը կացին, այդ հրյա ժողովուրդեն Հիսուս եկավ, քրիստոնեությունը դարածեց, ամբողջ պատմության ուղղությունը փոխվեցավ եւ մենք այսօր հոսենք, որովհետեւ ժամանակին Մովսես Եգիպտոսեն դուրս բերավ հրյա ժողովուրդը եւ որովհետեւ Մովսես այրող մորենին պատասխանեց, արձագանքեց։ Ասիգա Մովսեսի արձագանքն էր այրող մորենին։ Մենք ինչպես կարձագանքենք այրող մորենին, ինչպես որ ասված մեզ ամեն մեկուն դված է աչք, ագանջ, միտք եւ գուզե որ կործածենք նայելու, տեսնելու, նկատելու այրող մորենիները։ Աստված կուզե որ հարցումներ հարցնենք, Աստված կուզե որ Աստծո հետ խոսենք, եթե բաներ գալ մեզի հաճելի չէ, ըսենք իրեն,
Եթե բաներ գսե մեզի, որ մեզի ընդունել չէ, ըսենք իրեն։ Աստված կհրավիրե մեզի, որպես իրեն վիճենք։ Անշուշտ վերջո ինքը պիտի հաղթե, բայց կուզե մեզի հետ վիճել։ Գուզե, որ մենք գիտնա, որ մենք հետաքրքրված ենք, իր մով հետաքրքրված ենք, ինչպես որ ինքը մեզ մով հետաքրքրված է, անդարբեր չենք, որովհետև անդարբերությունը, apathy, indifference անգլերենով, մտավորական ձուլություն է, և գիտեք ձուլության հետևանքները ինչ են կյանքի մեջ, մեզի ետ կբահեն հասնելու այդ ներուժին, potential-ին, որուն համար Աստված ստեղծած է։ Ձուլություն, անդարբերություն անընդունելի են։ Այս կնշանակե Աստված մեզի տված է կարողություններ և մենք խողինդակը բահած ենք և որ Աստված կվերադառնա մեզ մե հաշիվ գուզե, իրեն մեկ հատի կվերադարձնենք ինչպես որ է։ Եվ Աստված մեզի գսե չար ծարա, քնա և տարաբիր հավիտյան հավիտենից։ Այնպես որ անդարբերությունը անընդունելի Աստծո և մեզ ետ կբահե մեր առաքելությունեն։ Մոսես կրնար բարձապես անդարբերը լալ և կալել սել ոչխար ունիմ, պիտի արածեմ հոգ պիտ տանիմ, սպաղեմ, բայց անդարբեր չմնաց։ Եվ այրով մորենին Մովսեսի կյանքը խանգարեց, disrupt, ատմարդ, որ ոչխար գարած էր, կոնե stable կյանք ուներ, մտավ կործիմը մեջ, որ անկուն կիշերներ, դարաբանքներ, ծավեր, նեղություններ գրեց, առաջ պարավոնին հետ, վեչը հրյա ժողորդին հետ 40 տարի անապատի մեջ, չկարծիք, որ թյուրն կյանք ունեցավ, իր stable կյանքը, թեպետ շատ ինգած վիճակի մեջ, բայց կոնե stable էր, Աստված եկավ և խանգարեց, այրող մորենին, եթե արձագանքենք, Աստծո արձագանքենք, Աստված մեր կյանքը կխանգարե։ Կալ շաբաթ օր իրիկուն Թորոնտոյի մեջ պատվելի Զոհրաբ Սարգիսյանը պիտի ցերնատրվի։ Այսինքն որպես հայտարարություն չէ որ գսեմ, որպես օրինակ։ Զոհրաբը իր վկայությամբ ուներ դպարան և դպարանի մեջ եղած եմ Թորոնտոյի մեջ, հանկիստ կյանք ունի, ամուսնացած 2 զավակներ, դուն ամեն բան, շատ խելացի կարող, երիտասարդը, գուսակցության մեջ ակտիվ, ամեն կողմէ սիրված, բայց Աստծուց մե հեռու կյանք կապրի։ Օրմը կպատմե բիզնեսմենի մը հետ արևդուր պիտի պամը պիտի արնե դա հանդիպում ունի և ցայն մը իր մեջ են գսե որ Զոհրաբ գսե աս մարդուն Հիսուսի մասին պիտի խոսիս։ Ինչ? Ով ես? Ցայն մը գլսե։ Ասիկա իր վկայությունն է։ Ես ուր Հիսուս ուր։ Փոքր դարիքին գիրակնորյա կացած եմ գսե, բայց ատկև է չետակրություն չունեի Հիսուսով։ Ցայնը կգրտնվի մի քանի անգամ, ըստիպված կերտա այդ մարդուն Հիսուսի մասին կխոսի։ Կարևոր չի ադոր ադիգա ինչ կլահոն։ Ետ կվերադառնա իր օթոն, ինքնաշարժը, գնացի և կսկսի լալ։ Դուն կմտնե լաց գուլագոր, գինը գսե ինչ եղավ քեզի Զոհրաբ։ Կպատմե։ Այդ այրող մորենին, այդ ցայնը Զոհրաբին կյանքը խանգարեց ամբողջ։ Հանկիստ կյանք ուներ։ Եվ հիմա հովվական կյանքը մտնե, հովիվները գիտեն որ չափ դժվար է։ Բայց ինքը սիրով նվիրվածությամբ կնե այս գործը։
Մենք պատրաստ ենք, որ Աստված մեր կյանքերը խանգարե այրող մուրենիով։ Այդ է հարցում այսօր։ Աստված մեզ բոլորս օրհնի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք եղբայր։ Հիմա Աստծո գործին համար մեր սրահոժար նվերները վիդավակենք։ Միասին ոտքի վրա դերանգան աղոտքի երկենք։ Բոլորս միասին Զիքոյի արքայություն եւ զորություն եւ փառք Հավիտյանս Հավիտենից։ Ամեն։